իրենց ուղեղը մեջ չի տեղավորվում, հա, ինչպես կարող է մի մարդը, ով այս երկրի ներկայացնող դեմքն է հանդիսանում, ով այդքան ներդրում ունի իր երկրում, կարող է ազատազրկված լինել հենց իր հայրենիքում։ Սամվել Կարապետյանը կարող էր ազատազրկվել օրինակ, հա, Ռուսաստանի Դաշնությունում, Ամերիկայում, Ֆրանսիայում, ու մենք հայերս պետք է ոտքի կանգնեինք ու պայքարեինք, բայց այն, որ այսօր տեղի ունենում իրավիճակ, որ մեր մեծահունում բարերարը, ում անելիքները հիմա սկսել են ստիպած իր ընտանիքն ու մերձավորները գույքագրել, հա, թե ինչեր է մինչ օրս կատարել, որովհետև իրական բարեգործությունը չհնչեցված բարեգործությունն է ու այդպես էլ եղել է։ Հիմա այդ բարեգործությունները փորձում են պախարակել, փորձում են անվանարկել ու ստիպած ում անելիքները հիմա սկսել են ստիպած իր ընտանիքն ու մերձավորները գույքագրել, հա, թե ինչեր է մինչ օրս կատարել, որովհետև իրական բարեգործությունը չհնչեցված բարեգործությունն է ու այդպես էլ եղել է։ Հիմա այդ բարեգործությունները փորձում են պախարակել, փորձում են անվանարկել ու ստիպած իր մերձավոր միջավայրը հետ հայացքով հավաքագրում է դրվագներ, թե այս մարդը Հայաստանում ինչ է արել ու արել է մոտ 1 միլիարդ դոլարի բարեգործություն։ Հասկանում եք մասշտաբը, դա մեր բյուջեի ահռելի մասն է կազմում, մոտ քառորդ չափի պետական բյուջեի այդ մարդը միայն ներդրում է կատարել իր հայրենիքում ու այն իրավիճակը, որ մենք հիմա կանգնած ենք հակակոռուպցիոն դատարանի բակում, հա, այդ զավեշտ է, այդ քամահրանք է մեր պետության ժողովրդավար ու իրավական տարերին, որովհետև երբ որ մարդը շուրջ 1 միլիարդ դոլարի դրսում ունենալով իր հիմնական ակտիվը բիզնես, հա, ներդրումները, ներդրում է կատարում, իրեն մեղադրել ինչ-որ փողերի լվացման դրվագներով ու դա կանխատեսել էր, հա, ես առաջի օրը դատարանում, երբ նրան կալանավորեցին, ասի հիմա կտեսնենք ինչպիսի դրվագներ են գործին ավելացնելու, որովհետև քաղաքական իշխանության հրահանգավորման եւ բախի արդյունքում նպատակ կա մարդուն ընդհանրապես մեկուսացնելու ու կրկին ընդգծում եմ կալանքը խափանման միջոցից վերածելու որպես պատժիչ մահակի ընդդիմադիր քաղաքական հայացք ունեցող մարդկանց նկատմամբ։ Ու այո, այսօր մարդը ապօրինաբար ազատազրկված է ու իրեն հետ ընդհանրապես ողջ աղերս ունեցող մեղադրանքներ են ավելացնում, օրինակ փողերի լվացում, հա, այն դեպքում կրկին ընդգծում, որ այդ մարդը երբևիցե ըստ էության իր բիզնես գործունեությունն ու ակտիվը Հայաստանում չի իրականացրել, երբևիցե Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունում պաշտոն չի զբաղեցրել, սա վիրավորանք է մեր ինտելեկտին ու սա առաջին հերթին հարված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու աշխարհասփյուռ հայերիս արժանապատվությանը։